Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սոցիալական հարթակներում տարածվում են Երևանի քաղաքապետարան տրանսպորտ և հասարակական տրանսպորտը Երևանում վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcel Wallet բջջային հավելվածի միջոցով, Transport.Yerevan.am կայքի միջոցով, Telcel տերմինալների միջոցով, Telcel սպասարկման կետերում։ Ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև փոխանցումների վրա ՊԵԿ-ի առաջարկությամբ սահմանաչափ է դրված։ Այս պահին 300,000 դրամ է։ Ազգային ժողովում եկամուտների հայտարարագրման համակարգում փոփոխություններ անելու նախագծի ներկայացման շրջանակում հնչած հարցին, թե ինչպես են վարվելու օրինակ 320,000-ի դեպքում հարցին ի պատասխան ասել է Վավկեն Թունյանը, հավելել. հիմնական շահարկումը եկամուտները հարկերու վերաբերյալ էր, եւ այդ եկամուտները հարկման ենթակա չեն եղել եւ չեն լինելու։ Ազգային ժողովի այսօրվա նիստին պատգամավորների քվեարկության համաձայն ՀԾԿՀ անդամ ընտրվեց Կամո Սարգսյանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը եւ Կամո Սարգսյանին եւ Արմեն Քթոյանին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ ձայներ չկան։ Դատարանի վճռով Տավուշի մարզի Իջևանի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում անկախության 1-41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 10 միլիոն դրամ։ Հատիկ առ հատիկ խորագրի ներքո Փաշինյանն է տեղեկացնում։